այստեղ գիտես ինչ է կատարվում։ Քեզ հիմա հանում են օթերով։ Ուզիշ պահել։ Ես էլ ուզվա։ Միքայել, նա, Միքայել լարի։ Միննա одном վալն է։ Նովայ վալնա։ Քեզ ենք սպասում։ Դեկել է, ովիտ մեծ աղբեր այսօր բոմբա ենք անում։ Բարեկամներ, հիմա մենք գտնվում ենք գեղեցիկ կամրջի վրա, որտեղ որ շատ սիրուն է երևում հոկտեմբերյան քաղաքը, Արմավիր քաղաքը, բարեկամներս։ Հիմա մենք գնում ենք մեր անուշ աղբեր Կարենի բանակի քեֆին, գնալու բանակի քեֆն է մեր Կարեն աղբորը, նա պետք է գնա ծառայի հայոց բանակում, իսկ մենք գնում ենք նրան անակնկալ տանենք իր շատ սիրելի քույրիկի Անժելայի կողմից Եվրոպայից։ Բայց ասեմ ձեզ, այս առիթին նաև միացել են երկու ուրիշ հոբելյարներ, Նանը, ով ավարտել է իր քննությունները բարեհաջող, եւ Միքայելը, ում ծննդյան օրն է այսօր։ Միքայելը չգիտեմ քան տարեկան է, բայց փոքր է ոնց որ։ Մի խոսքով Միքայելն ու Նանն էլ ունեն նվերներ, մեր Կարեն աղբերը նույնպես ունի խորհրդանշական կոնյակ, որով որ պետք է նա գնա ծառայի հետ գա նոր բացենք։ Անուշ աղբեր կոնյակ ենք տալու, մեր անուշ աղբորը, որ էլ ավելի վստահ, էլ ավելի ուժեղ գնա ու ծառայի ընկերներ։ Մենք էլ հիմա գնում ենք հասնենք Լեման ռեստորան։ Եմ գնում, բայց ես ուրիշ էի պատկերացրել, ամեն դեպքում իմ արդեն ճիշտ ճանապարհով կգնանք անպայման, գնում ենք Լեման ռեստորան, կադրերում Արմավիր քաղաքի փողոցներն են գեղեցիկ խնամքով եւ իհարկե մոլ է գնող քամին, որ ճյուղերը Էսյանեյանը անում։ Հաչուձախ է տանում բերում ճյուղերը։ Այն դեմ որ դեմ էլ պայես կերևա էլ, ով կողից ես ուզում նկարես։ Այստեղ կարաս այս խոսքի նկարես ոնց է հիմա քամին աշխատում ծառերի հետ։ Այս ավեսով գնում ենք Լեման ընկերներ։ Անժելա քույրիկը շատ է սիրում իր հորեղբոր տղային Կարենին եւ շատ է հուզվել, որ նա գնում է բանակ, անհանգիստ է ինչպես որ բոլոր բարեկամները, հարազատները ուզում է անպայման ինչ-որ ձև իր եղբորը ուժ տալ, լավ ցանկություններ ասել, մաղթել, հետեւաբար մենք ենք եկել, որ այդ ամեն ինչը մաքսիմալ լավ կազմակերպենք ու Կարենը իր քույրիկի սերն ու հոգատարությունը զգալով գնա բանակ անպայման եւ իմանա, որ ինչ խնդիրը լինի, երբ պետք է լինի, նա նրա կողքին կանգնած է։ Հասկանում եք։ Այդպես պետք է լինի քույրիկ եղբայր հարաբերությունները։ Անժելան դեռ վաղուց Եվրոպայում է, բայց իր բարեկամներին երբեք չի մոռացել ու չի մոռանա։ Նա ամեն առիթ բաց չի թողնում հարազատներին անակնկալ անելու, ուղղակի միշտ Անժելայի պատվերները մենք չենք տեղադրում մեջ, բայց այս անգամ տեղադրելու ենք, որովհետև այդպես է որոշված ի սկզբանե։ Ահա հասանք Լեման ռեստորան, բարեկամներս, տեսեք, ինչ գեղեցիկ չքնաղ ռեստորան է, մնում է հասկանանք, թե որտեղ պիտի գնանք, որ սրահը, որովհետև սրահները մի քանիսն են այստեղ։ Հիմա մի հատ կոնյակը սարքենք, Հովհաննես։ Բարեկամներ, գնում ենք Կարեն աղբորը տանենք, հասցնենք բանակ։ Գնանք մաղթանքները հասցնենք թե որ Կարենը գնա ծառայի։ Բարի օր աղբերներին, ո՞նց եք։ Աղբերներ, բանակի քեֆը որտե՞ղ է։ Այն աղբերը զալն է։ Աբրիս։ Որը։ Հա, всё։ Ընդ ով է թամադան, ճանաչում եք։ Չէ։ Կարեն, Միքայել, Նան։ Աղբերներ, բարի օր ձեզ։ Ձեր հանդիսավարն ով է։ Խո բանակ եթալու համար ենք եկել։ Մտեք ուղիղ այսօր։ Մեր Կարենն ուր է։ Ներս նայմա։ Չելնի, չէ ծախելու թարս պայի։ Չէ, աղբեր մի անգամից զալ ենք մտնում։ Հանդիսավարն է։ Հարգանքներս։ Հարգանքներս։ Ինչպես եք։ Լավ։ Հետ ինչ եք անում հիմա։ Քեզ ենք սպասում։ Դեկել եմ։ Հայտարարես անակնկալ, հիմա խորոված են տալի, հա։ Խորոված ենք տալի։ Ինչ անենք, ոնց անենք։ Դե թող հենց խորովածը մի քիչ հանգստանա, այդպես ուտեն, մի քիչ մտնեմ, մի 5 րոպեից մտնեմ։ Ջան, բա քո ամն ինչա մեծ աղբեր։ Հովիկ մեծ աղբեր, Հովհաննեսն է, ես Ստեփանն եմ։ Ես շատ ուրախ եմ դուք եկել եք մեր մոտ։ Անակնկալ ենք անում։ Ուժեղ անակնկալ ենք, վերջացա։ Սաղ կա, հլեն այս իրնա։ Մեր Կարենն է, չէ։ Կարենն է։ Ես էլ անուշ աղբերն է։ Էսի բացմա 2 տարի հետո։
Դա տարի 6 ամիս։ Ո՞նց կասես։ Տարի 6 ամիս հետո, որովհետև տարի 6 ամիս է ծառայությունը։ Հա, էլի։ 2 տարի տակ ենք մնացել, ինչ անենք։ Մեր բախտովը տենց էր։ Հովիկ մեծ աղբեր այսօր բոմբա ենք անում։ Հանդիսաբար ես, թե ազգից մարդ ես։ Հանդիսաբար է։ Բա համարը տասել է, 0։ 93, 39, 23, 67։ Հաճելի է շատ։ Ով ուզում է հովիկ մեծ աղբոր հետ գործ ունենա, համարն իմացակ, հարգանքներս դե պրծել է, կաղա պետք է խոսաս հիմա։ Աղբերս, հարգանքներս, Միքայելի ծնունն է, չէ՞ այսօր։ Խաբար չեմ իմացել։ Լավ, աղբերս։ Աղբերս, դու խաբար ես, Միքայելի ծնունն է այսօր 1000 բարին։ Ացավտա։ Հա։ Դու ասես Միքայելի քանի տարեկան է ընկերես։ Աղբեր չգիտեմ, ես դրա համար եմ հարցնում։ Միքայելը, աղբեր։ Միքայելի ծնունդն է, նանն էլ ավարտել է, թե քննություն է տվել։ Եկել ենք զինվորի համար, էլի Կարենի։ Հա, հա, Մեր Կարենի համար։ Աշկատ լույս են եկել, աղբերս։ Մերսի։ Լրիվ տոշն եկել եմ զալով, բանով, հա, հովիկ մեծ աղբերն էստե կայնա ծաղբեր, իրար հետ էսա անակնկալ անելու։ Հելի մտի որ գաս, բան Միքայելին բերես մտել իր համար մոմերը վարեմ որ փչի։ Հա, մենակ թե Կարենը դուրս չգա այս թարսպային, բարեկամ, ինչպես ես։ Նորմալ դու ոնց ես։ Մարդել խորովաս տալու, բա դուրս կգա։ Մնա տակ ուտերի նոր կերներ էլի։ Երաժիշտն է մեր։ Երաժիշտն է, հա, բա ձեզ չեն տալի, ձեզ էլ են տալի, ի՞նչ Չէ, տարբեր։ այսօր մեզ հաշ չեմ տալի։ Հա, այսօր սոված եք։ Համն մեր նորասական հայ կամավորների։ Հա, ռեմիքս է։ Հա, ջան, всё։ Մինա одном вальне, новая вальна։ Միքայելի հայդիկն է եթերում։ Ահա եղել է երբակայական։ Մեզ հույլ է եղել միած շատ գեղեցիկ, շատ անուշ եղբայր, եկեք բուրը զատերով դիմավորենք։ Արգացներս բոլորին շնորհակալ եմ ծաղապերի համար, բայց Տնակ ոնց է տրամադրությունը սրահում, ես գիտեմ խորովածը նոր են տպել, բայց պետք է թողենք ու ծափեր տանք և այստեղ հրավիրենք մեր Կարեն աղբորը, Կարեն արի։ Բարև ես գնում այոց բանակ, իմացի, որ դա պատիվը և ուրախություն քո բոլոր հարազատների համար և այդ թվում նաև իմ համարը չի չէ, որ աղբերս ես սիրուն տորթը վերցելու կեզ քաղցրություն ենք բերել, որպես համ շնորհավորանք, համ էլ բարի ճանապարհ, համ էլ ամփորձանք ծառայես ու վերադառնաս, հիմա հրավառություն եմ արել, որ էլի ծափերը տանք և այս ծափերի ներքո այստեղ հրավիրենք մեր հերոսի, մեր զինվորի մայրիկին, ուր է մայրիկը, մամայի անունն ասա, Էլմիրա քույրիկ հրավիրում ենք ձեզ, եկեք, Դժվար փորձություն է սպասելու են ձեզ, դուք սպասելու եք ձեր որդու Սպասելու ես դա լավ գիտեմ, այդ առիթով հիմա մենք մեր Կարեն աղբորը մաղթում ենք, ամփորձանք ծառայություն, բարի վերադարձ, իսկ ինքը ինչ երազանք ուզի թող պահի, բայց մեր գլխավոր ասածը մեր գլխավոր մաղթանքն ու օրհնությունն այն է, որ ամփորձանք ծառայի չեմ էլ կասկածում, շատ ուժգնաց կայնացես, այսպես միշտ կմնաս տարի ու կես, կվերադառնաս եւ բոլոր այստեղ հավաքված մարդիկ հələ մի բաներ շատ կգան եւ քո հետ հավասար կուրախանան։ Հիմա երազանք պահի չի, որ դու ունես կարևոր Ապրեք, շնորհակալ եմ, ապրեք շատ։ Հիմա բարեկամս, արի այս քաղցրությունը փոխանցենք, պապան ուր է։ Մեծ աղբեր են հատուկ հրավիրից։ Կայնի տղայի կող ես, քաղցրությունը պայի ձեռքերիդ մեջ, որովհետև չէ, երեխուն թող, որովհետև հիմա պետք է դու մի շատ կարևոր գործողություն անես, Եվ այս գործողության իմաստն այն է, որ մայրիկին մեծ սիրով նվիրես ծաղիկներ ու այնքան ջերմ ու սիրուն, որ տարի ու կես այդ հիշի մաման այդ պահերը, մինչև հետ կգաս իրա մոտ, իրա գրկում, ոնց որ միշտ եղել է, խոսք եք տալի, չէ, որ
Ես էլ իմ կողմից ասեմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, հիանալի, զինվորը գնալու է ծառային տղամարդ դարձած հետ կամ այլիկին գրկի ինչպես հիմա։ Դավայ։ Ախ երանի առավոտյան ախտանամ, զինվոր բալիստանը տեսեմ լիանամ, մի համբույրտա համբույրիցը ջերմանամ, անուշ գրկեմը բալիս խենթանամ, տղաս ասված ուղնեք հո կյանք քո շենը դու, մայրդ գիշեր ուզում կամոտ թե արեթում, մնա հազոր, մնա կանգուն ու ամբար, այս զինվոր ես մայրդ քեզ նոր է համար, մնա հազոր, մնա կանգուն Հիմա ես զինվորին եմ մոտեցնում, մի շատ կարևոր նվեր, Անուշ աղբեր Կարեն, Անուշ աղբեր կոնյակ, որի վրա բարձրված է հատուկ ես աշխարհում մի հատ սրանից կոնա ԼՊՏ տիպես ինչ է։ Իհարկե դու ես Խոսանք ծառայես հետ գաս։ Երբ որ կվերադառնաս այդ ժամանակ էլ կբացենք այս կոնյակը։ Իսկ հիմա սիրով ու ջերմությամբ այս կոնյակը հանձնում ես հայրիկին, գրկում ես որ պապան լավ պահի այս կոնյակը։ Ախ երանի քամութևով սլանայ, մի համբույր տայի որս նորից ետարնայ, չտխրեցում Տապեր տանք մի հատ են։ Էսի կարաս պահես, այս ես պահես։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, դուք էլ ասեք, թե ում կողմից էլ ես անակնկալը պահել ես, ես պահեք, այնպես, ապեր ես ստացնում եմ ես սերանի։ Ում կողմից էլ անակնկալը, կարող եք գուշակել։ Ճիշտ ասում։ Ես ուզում էի լսեի, որ ասում եք Անժելա։ Անժելայի կողմից մեծ սիրով, ես գեղեցիկ շնորհավորանքներ եք ձեզ հետ է միշտ ու մանավանդ մեր զինվորի հետ։ Հոգով սրտով նայի եղբոր հետ է շատ է սիրում եւ այդ առիթով նաեւ ասեմ, որ հենց այսօր մենք գիտենք, որ մեր լավ կան կոնավերը տամ, հա, նվերը տամ։ Մի հատ էլ է սիրում նվեր մեր Անժելայի կողմից իր աղբորը, լավ կպահես, ուժեղ է, լավ նվեր է։ Եվ իհարկե երկու նվեր էլ ունենք, որովհետև այսօր այստեղ ունենք մեկ հոբելյար անունը Միքայել, 2 տարեկան, ուր ես Միքայել։ Այդ Միքայելն է, Միքայել, լարի։ Միքայել, վերցրու եսի, վերցրու ես Անժելա քույրիկը քեզ ա տվել, եթե դու չտվիր պապային պետք է տամ, հա։ Ուր է պապան։ Հայրիկ վերցրու։ Շնորհավոր ձեր բալիկի ծնունդը եւ իհարկե նանը, ուր է նանը ինչ-որ քննություններն է ավարտել, հա։ Ուր է նանը։ Նանջան, ես էլ քեզ նվեր Աշկալուսանք շատ ուրախ է քո համար ու բոլոր հարազատների համար է ուրախ, ուղղակի ոչ բոլորն է ուղարկել ծրարներ, այն էլ ժամանակի ընթացքում կուղարկի։ Ձեզ լավ որ բարձր տրամադրություն, իսկ հիմա ես Կարենին ուզում եմ մի բան ասել, արի գնանք առանձին, որ ասեմ, արի գնանք, որ այստեղ այ մի րոպե Միքայել ապրես, այստեղ գիտես ինչ է կատարվում։ Քեզ հիմա անում են օթերով Ամեն ինչ կարգին է կարեն։ Այո։ Ժան ապերես, ձեզ լավ որ բարձր տրամադրություն մենք գնում ենք հոբիկ մեծ ապեր, շնորհակալ եմ շատ։ Մենք ենք շնորհակալ եւ ձեզ ցանկանում եմ բարի մնալ։ Ապրիս ապերներ։ Բարեկամներ, ահա, մեր Կարեն նորից լավ գցին, չէ՞, տեսար ինչ ուժեղ գցին ապեր։ Եթե լավ չես արկե, ովո։ Եթե այդ կադրերը մենք սիրուն չենք ունեցել, ես քեզ կսպանեմ։ Հասկացանք իրար։ Իհարկե հասկացանք։ Հիմա գնացինք մի ու զինվորին դիմավորենք, ով վերադարձել է ծառայությունից եւ նշում են այդ առիթը Պարադայսում։ Լեմանին չի հասնի, բայց Պարադայսում։
իրականում ինձ լսում էին, դրա համար ասի բան անեմ, էլի, ասեմ, որ լեման ավելի լավն է, բայց ընկերներ նույնն է, էլի, տարբերություն չկա, մի բան էլ ավելի լավ է Paradise-ը, գնացիք Paradise։ Գնում ենք Paradise, ով նստի։ Բանը մեր հարգելի, հարգարժան, սիրելի աղբերները շատ լավ վեր բարձրացրեցին մեր զինվորին, հուզիչ պահ էր, ես էլ հուզվա, ընտիր եղավ ամեն ինչը, այնպես որ ընկերներ հիմա մենք գնանք Paradise, ընկերներս, Paradise, նշեմ գնանք, որ հեշտ ծակը ծուկով էթան գտնենք։